հետ վերադարձի իրավունք ունի Արցախցին։ Ասում է Արցախը վերադառնալու իրավունքի մասին։ Այդ իրավունքը հասկացանք, ունենք։ Այդ իրավունքին դու համաձայն ես գնաս դա ապրես։ Ապրես այնպես, ինչպես որ Ջավախքի հայն է ապրում։ Ջավախքը գիտեք, չէ, հայկական է, բայց Ջավախքը Հայաստանի Հանրապետության ներսում չի։ Այդ ընդեի հայերը կարող է գիտեք, տենց երազել են, որ Ջավախքը անցնի Վրաստանի կազմը։ Տենց է դասավորվել, բայց իրանք մնացին, ապրեցին ու այդ հողը հայկական է։ Վրացիներն էլ չգիտեն, որ դա հայկական է։ Հա, պետությունը Վրաստանի տարածքա, բայց հայկական հող է։ Ղարաբաղն էլ դառնալու էր ադրբեջանական պետության մաս, բայց հայկական հող։ Ինչպես որ Հայաստանի Հանրապետությունը կա որպես պետություն, բայց ինչ որ 300,000 թուրք ուզբագաստե ապրի։ Ինչ դրոշի տակ ապրելու։ Հա, բարոն է, հայկական դրոշի տակ։ Ձեր մոմենտով ավելի հայրենասեր եք, հա, որ դրա մասին խոսում եք։ 300,000-ը գալու է, որ դուք դրանից խոսում եք ավելի հայրենասեր եք դառնում։ Դուք ավելի լավ կլինի։ Եկեք մի պահ հələ պատկերացնենք 300,000 չի, այլ 500,000-ը թուրք է եկել Հայաստան վերաբնակվել։ Դուք ձեր տնից հենելու եք փախնեք։ Այս ձև եք մենք այսպեսի ժողովուրդ ենք դարձել։ Ախի բա Ֆրանսիա, Ամերիկա, Ռուսաստանը, մնացած տեղերը ձեր հարևանությամբ թուրք ալնում։ Խչեք հելնում այդ թուրքերից փախնեք։ Այս ձև, այս ինչ ուղեղներդ ինչ են մտցրել։ Ձեր տունը եկողը պետքա վախենա, դուք եք վախեցել։ Ես չեմ խրախուսում, ես չեմ ասում թող գան։ Ես չեմ ուզում գան։ Բայց թող իրանք նեղվեն դուրս գան ստեից փոշմանեն, որ եկել են։ Դուք եք արա չամադաններդ կապել, ասում եք թուրքերը գալու են ստե ապրեն, արդեն ժամին եք նայում, բուզիլնիկ եք դրել հերն եք փախնել։ Այդ ոնց է թուրքին զապադլոչի հայկական դրոշի տակ 300,000-ը գաստե ապրի, բայց դուք ստե ծռան վերգոնների նման տակներդ լցրել եք։ Թուրքը գալիս է ստե ապրի, բա դու մնային դե ապրեիր ու թուրքն էլ քեզանից վախենար։ Քո հողում քոտան մեջ Դե հիմա լսի ստեղ այդ ծռան վերգո։ Բլակադայի ժամանակ ես քեզ լավ բաժան կայի անում, բայց արժանինքներ ընդհանրապես չունեիր։ Բայդի թողեցիր Արցախդ փախար, առաջին շարքերում էիր փախնողների։ Իմ իջայլոց, եթե տենց լավ ասում ես, թուրքը մեր դրոշի տակ պետք է ապրի, խեք ձեր հողերը թողնեմ փախնեմ, ես էլ նույն հարցը քեզ կտամ։ Դե կապրեիր թուրքի դրոշի տակ, խեիր քո հողը, քո տուն ու տեղը թողնեմ փախնեմ, այդ ծռան վերգո։ Իմ հայ ազգը թուրքից երբեք չի վախեցել, վատլիչի ածիբա, այ փախած։ Չէ որ քո սիրելի Փաշինյանն այդ բառերը քեզ ասե։ Դրանք ով են որ վախենանք։ Մենք գիտենք իրանց բազմանալու տեսակը։ Թուրլեկի պես բազմանում են։ Այդ քո ասած 300-500,000 թուրքը, արա, այ ոչխար։ Վաղը չէ մյուս օրը մի տարի հետո բուկվալնը կդառնա 800,000, հետո կդառնա 1,500,000։ Ու այդպես Հայաստանը առանց պատերազմ կկորի։ Թեպետ դու Հայաստանի մասին ինչ պետք է մտածես, դու քո Արցախի մասին չես մտածում, մնաց Հայաստանի մասին մտածես։ Այդ որ Ալիևը խոսում է 300,000-ի վերադարձի մասին, պարոն Փաշինյան, դուք մի համեմատ եք Ղարաբաղցիների հետ գնալու, անիմաց, Ղարաբաղցիների թեմայի հետ միամատ եք։ Բաքվի, Կիրովաբադի, Լենքորանի, Մինգիչաուրի եւ մնացած այլ քաղաքների Սումգայիթի հայերի վերադարձի մասին խոսած եք եւ համադրեք, ասա 300,000 թուրք ես ուզում, ես էլ 500,000 հային ուզում եմ հետ վերադարձնես Բաքու եւ մնացած նշված գյուղերում, քաղաքներում, ռայոններում վերաբնակվում։ Լքել են երկիրը։ Իսկ Հայաստանում ապրող թուրքերը լքել են այնպես, ինչպես լքել են Բաքվի, Կիրովաբադի, Լենքորանի, Սումգայիթի եւ մնացած քաղաքների բնակիչները։ Ազգությամբ հայ բնակիչներ։ Էս ինչ մի հատ մեծ սխալ ասեցիր։ Դե ուղեղ քեզ որտեղից դու մենակ կարաս սիրուն լեզու ունենաս, կլկլացնես ու բլբլացնես։ Ոչ, նույն պայմաններում չեն լքել մեր հայերը Բաքվից, իսկ ադրբեջանցիները Հայաստանից։ Հայերը մորթված ու սպանված են Բաքվից լքվել, Սումգայիթից, Բաքվից, իսկ ստեի ադրբեջանցիները իրանց ունեցվածքով, ապրուստով, սուս ու փուս, քյուսակյասեկա հավաքած գնացել են Ադրբեջան։ Տարբերությունը շատ մեծ է ու դու այսօր ուզում ես որ մեր հայերը դրուկ ցանկություն ունենան գնան երկիր, որտեղ որ իրանց տատերին ու պապերին մորթել են, լուրջ ես ասում, արա։ Հա, մի բան էլ ասեմ, ակներեք Ժորժ ջան, մեկը համանդրությունն է փոխվելու, փոփոխություններ ալնելու, Արցախի թեման էլ կարող է փակվի բան, այս մեկը սա է անդիմությունը օգտագործելու, բայց ես դες ինչ եմ ուզում ասեմ։ Այս պարագայում Արցախի թեման շոշափելը սխալ է, ինչպես որ 1921 Համանդրությունն է փոխվելու, ու ինչ եք ասում։ Դու պատրաստ ես մեր հայկական հողերը տալու։ Մենք հայերս պատրաստ չենք։ Թե դու ես համաձայն որ Սևանը գյոլչայա, հա? Արցախի թեման փակված է։ Ոյ, ուսա արցախցին է ասում։ Արցախի թեման իսկական հայի համար երբեք
փակված չի լինի։ Արցախը ուրացել ես դու ու քո նմանները։ Ես մարդ եմ դատի տվել Նիկոլ Փաշինյանին եւ Ալեն Սիմոնյանին արատավորող բառեր ասելու համար։ Ուզում եք ծափահարեք այս արածիս համար, ուզում եք քննադատեք, բայց սահմանը չանցնեք, ինձ վիրավորանքներ գրեք։ Երկրի վարչապետը դա ինստիտուտ է։ Երկրի վարչապետը դա քո պետության դեմքն է։ Ես իմ պետությունը հարգում եմ։ Իմ պետությանը արատավորելը, հայհոյելը դատի եմ տալու։ Նստած քրեական վարույթ ենք, արդեն կազմել են քրեական վարույթ ընթանում։ Ոչ թե քաղաքացիայի իրավական տիրույթ։ Ես դատի եմ տվել անձնավորության, ով որ հրապարակային Ալեն Սիմոնյանին, Նիկոլ Փաշինյանին զրպարտելա վիրավորական բառեր ասել։ Հիմք եմ ընդունել նա, որ իմ համար արատավորողա իմ պետության հանդեպ յուրաքանչյուր խոսք։ Պետության այսօրվա կառավարիչի 5 տարվա դա իմ պետության ներկայացուցիչն է։ Ով որ իմ պետության ներկայացուցին քֆուր է տալիս հրապարակային։ Տանը ձեր ինչ ուզում եք արեք։ Ձեր մամայի նստացել եք, ձեր մամայի դեմը քֆուր տվեք։ Ձեր քրոջը։ Արա դու ինչ իրավունք ես հրապարակային սաղ աշխարհի դեմը։ Այ փախած։ Խի չես զոհվել, խես կենթանի, գնայր սատկեիր։ Այ դու դրան ես մենակ արժանի։ Դե գնա հիմա իմ վրա էլ գրի։ Բայց իմ վրա գրելուց առաջ մի հատ լավ խորը մտածի, որ այսօրվա դրությամբ քո վարչապետը իմ ամբողջ հային Հայաստանը չծնկի աչոքացրել ու իմ հայերին անպատվելով, բշտելով, կոպի կրեկ խոսքեր ասելով մանա գալի։ Առաջի հերթին պարտավոր ես որպես հայասեր մարդ գնաս իրա վրա գրես, որովհետև ոչ մի երկրի ղեկավար իրան թույլ չի տվե ժողովրդին անպատիվ խոսքեր ասելու։ Այն աստիճանի, ինչ որ քո վարչապետն է անում։ Ու ինքը այսօր արժանացել է, ուրեմն որ մարդիկ իրան այդ ձև են վերաբերվում։ Այդ ծախված։ Գնա գրի։ Ժողովրդին կներեք։ Չէ, կարող լռել ուղակի։ Տարիներ շարունակ հետևում եմ, թե սա ինչեր անում, պրոստը արդեն ապշած եմ։ Մի անգամ բարձրացա իր էֆիր, Փաշինյան պաշտողները վրա տվեցին ինձ, ինչ այլանդակ բառեր ասես ներքևից սկսեցին գրել։ Մի հատ դաժե ստոպ էլ չի տալիս մարդ էլի, որ ասի հայրենասեր աղջիկ, այս ինչեր եք գրում, ամոթա, չի կարելի։ Այսինքն իրանք կարան Փաշինյանականները մեր ժողովրդին ինչ բերանները կա բաց են ասեն, բայց ժողովուրդը հանկարծ ոյ վերևի աստվածն է, իրանք չունի բան ասի։ Անամոթի պես էլ այսօր գրելը դարելա պարծանք, թող երեխեքդ քեզանով հպարտանան, իրանց պապան գրողա, վաղ երեխեքիդ աչքերի մեջ ոնց ես նայելու, արա։ Այսօր ենք ասել, որ օրինակ էլ, որ Հայաստանի տղամարդը, հայ տղամարդը, պարծենա, որ ինքը գրել է ինչ-որ մեկի վրա։ Յոխք։ Զզվելի տեսակ, էլի, մի հատ զզվելի տեսակ։ Մեր հայ տղամարդու կերպարը, բա դա է արա։ Այ գրողների միություն մի հատ կազմեք ու գնացեք հերթով սաղի վրա գրեք։ Ինչքան հայրենասեր կա փակեք, թուրքերի հետ զասոս մտեք ու աշխու համերաշխ ապրեք։ Արցախը հայկականն է, թե չէ, հարցիս պատասխանի։ Բա դու էլ իմ հարցիս պատասխանի։ Արցախում հայ կա, թե չէ։ Արցախում հայ կա։ Տվյալ բնակավայրը, որտեղ ապրում են բնակչություն, այդ բնակչության ազգի անունն է էլի կրում, ոսկի հայկական բնակավայր, ռուսական, եզդիական, ասորական բնակավայր։ Արցախում ինձ ասա հայ են ապրում, եթե հայ են ապրում, հայկական բնակավայր է։